Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ։ Այսօր կցանկանայի մի քանի հարցերի շուրջ թեթևակի քննարկել, ոչ շատ խորը, եւ դուք կիմանաք իմ տեսակետները այդ հարցերի շուրջ։ Ես չեմ ուզում հերթականություն մտցնել, դա կլինի տարբեր մտքեր, վերից վայր եւ այլը, առանց որևէ հերթականության, ինչի մասին որ ես մտածեմ, ինչը որ հարկամարեմ, ես կարծացեմ այս հաղորդման մեջ։ Առաջինը կուզեի խոսել այս շատ խոսվող Նիկոլի ասածների մասին, սրբազանին։ Նախ ասեմ, որ ես Նիկոլի տգետությանը, նրա խելագար լինելու վարկածներին, անփորձ լինելու վարկածին, կամ էլ ինչ վարկածներ ունենք, մի խոսքով մասնագետ չէ եւ այլը, այս ամեն արդարացումները ես մի կողմ եմ դնում եւ կարծում եմ, որ նա ամեն ինչ անում է դիտավորությամբ։ Միակ նպատակը հենց սկզբից մինչև օրս եղել է միայն ու միայն դիտավորությունը, հատուկ պլան, քայլ առ քայլ գնալու այդ պլանի բոլոր կետերով, կատարելու իր հանձնարարված աշխատանքը, ինչպես ինչ որ մեկը աշխատանքի է ընդունվում, տալիս են ինստրուկցիան, դու քայլ առ քայլ պիտի գնաս սրան, եւ նա անում է այդ ամենը։ Եթե գնում է որևիցե տեղ եւ պախարակում Հայաստանին իր սխալ արտահայտություններով, ձախողությամբ, այնպիսի բաներ ասում ու անում, որ վնասում է Հայաստանին, սա ոչ թե իր հիմարության արդյունք է, այլ դիտավորություն, այդպես էլ պետք է արվեր, որ Հայաստանը դիտվեր որպես այդպիսի մի երկիր։ Այնպիսի բաներ, որ ոչ թե պատահականությամբ է արվում, որ ձախողվի, այլ դիտավորությամբ, ոչ թե սխալմամբ, այնպիսի մի հայտարարություն է անում, մի պայմանագիր ստորագրում, որ իր ուղեղը չի աշխատում դրա հետևանքների մասին, բայց դա արվում է դիտավորությամբ։ Այս մարդը եկել է քանդելու Հայաստանը այդ դիտավորությամբ եւ դրա համար կատարվող բոլոր անհրաժեշտ քայլերը անում է, ոչ թե պաշտպանելու, ոչ թե խաղաղության հասնելու, այդ ամենը սխալ մոտեցումներ է, եթե պատկերացնում եք, որ նա ինչ որ իր մասնագիտական ոչ հմտությունների պատճառով է դա անում, անտարբերության պատճառով է, ինչ որ տեղեր ձայն չի հանում, չի արձագանքում եւ այլը, դա կլինի ասածներին ու առածներին, Թուրքիայի, Ադրբեջանի, ամեն ինչը միտումնավոր է արվում։ Եթե դուք դիտեք այս տեսակետից, եթե դուք ամեն իր ասած քայլին, արած քայլին, ասածներին նայեք այս տեսակետին, մանրոքից մինչև բարձր, դուք կհասկանաք, որ ամեն ինչի մեջ էլ կա դիտավորություն։ Այն, որ հեծանիվ է քշում կամ կախիչներ ստուգում, այդքան հասարակ քայլերը, բայց օրինակ մանկապարտեզների, կառույցների անվտանգությունը չի ստուգում, ինչքան եթե շրքի վրա դնեք, ինչքան մեծ տարբերություն կա կարևորության մասին, ճիշտ է, դա ոչ թե իր ցնդած լինելը ապացուցելու համար է արվում, այլ ամեն ինչ արվում է, որ ինքը դիտվի որպես տարօրինակ, հիմար, վարչապետ, այդպես էլ վարկապեկելով Հայաստանին։ Դուք կարծում եք, թե մնացած երկրների, պետությունների հետախուզական ծառայությունները, ագենտները չեն զեկույցներ ներկայացնում պարբերաբար իրենց ղեկավարին, թե որ երկրի ղեկավարը ինչով է զբաղված։ Նրանք ժամանակ չունեն նայելու բոլոր վիդեոները, նրա ասածները, նրանց տրվում է հակիրճ զեկույցները, սամրի, այս արավ, այս ասեց եւ կորեկտ մասնագիտական
զեկույցը, թե դա ինչ է նշանակում, նա ով է, ինչ է ուզում եւ այլը։ Եվ զարմանալի չէ, որ ուղն ու ծուծը ճանաչող բոլոր ղեկավարները իրեն նայում են կամահրանքով եւ ոչ ոք էլ չի ցանկանում նման մարդու հետ ինչ որ լուրջ գործարքներ կնքել, դաշնակից դառնալ եւ այլը։ Եթե երկրի ղեկավարը այսպես է, նրան արդեն ճանաչում են, ով է ցանկանում նրա ընկերը լինել։ Ցույց չեն տալիս, ճպտում են կեղծ ֆորմալ օֆիցիալ ձևով, ուղղակի քաղաքավարության համար, բայց բոլոր ամեն ինչը ինչ գիտեն, ոչ ցույց են տալիս, ոչ էլ արտահայտվում, բայց ոչ էլ ցանկանում գործակից լինել նման մարդու հետ։ Դրա համար իրեն ձեռնտու է իր դիտավորությունը նպատակին հասցնելու համար ինքը ստեղծի այդ մարդու կերպարը, որ ոչ ոք էլ չցանկանա Հայաստանին աջակցել։ Նայեք այս տեսանկյունից։ Ինչ որ ասի կամ անի, այդ իր խելագար ցնցումներն ու ամեն ինչը որ ասում է կամ անում, դա խելագարության արդյունք չէ։ Միակ ճշմարիտ բանը միգուցե կա այն է, որ նա մեծ զայրույթ ունի, որը չի կարողանում կառավարել, բայց դա հոգեբանական ինչ որ խնդիր չէ, բոլորն է զայրանալիս ափերից դուրս գալիս, կարող են առանց կոնտրոլի վերահսկողության բաներ ասել։ Իր մոտ այդ վերահսկողությունը չկա ուղղակի, ինչպես միլիոնավոր մարդկանց մոտ։ Իսկ այդ նման արտահայտությունները, որ ինքը անում է, դա իր ատելության, այսպես ասած, պորտկում է։ Երբ որ նայում ես նրան, զգում ես զայրույթ եւ ատելություն։ Այս երկու բանը շատ իր մոտ կա, որը տարբեր ձևի արտահայտվում է, ծաղրանքը եւ այլը, երբ որ գնացել եմ որևիցե տեղ, ինչ որ բան ես ստուգում, գյուղացիների հետ խոսում, զգում ես ծաղրանքը, ատելությունը թաքնված։ Իսկ զայրույթի ժամանակ ամեն ինչը պորտկում է, դուրս է գալիս վերահսկողությունից։ Այդքան բան, այս մարդը խելագար չէ, սա իմ ասելիքը։ Այս մարդը ունի թաքնված ագենդա, սկզբից էլ կար, մինչև որս էլ կա։ Եվ իհարկե զայրույթի պահերին նա ամեն ինչ չի արտահայտում, ուղղակի բեռնից դուրս են թռնում այն ամենը, ինչ որ իր արդեն վերահսկողությունից դուրս է, բայց սա հոգեբանական նշան չի, որ խելագար է, ոչ, խելագարին չէին նշանակի նման կարևոր ագենդան իրականացնելու։ Դիտավորությունը տեսեք ամեն ինչի մեջ, ցանկացած օրենքի մեջ, ցանկացած մարդկանց վնասող օրենքների մեջ, մարդկանց ճնշող օրենքների մեջ, ամեն ես հիմա չնստեմ հիշեմ ու թվարկեմ բոլոր այն ամենը ինչ տեղի ունենում, դուք ինքներդ տեսեք դիտավորություն, ագենդա, երբ որ այս մարդը նշանակված է այդ ագենդան իրականացնելու դիտավորությամբ, դրա արտացոլումը դուք կարող եք տեսնել ամեն ինչի մեջ։ Եվ զարմանալի չէ, ինչու եք զարմանում, որ վաղ մյուս օրը այս կանի, այն կանի, չէ որ դա ագենդայի շարունակություն է։ Ես 20 թվականին այդ պարտությունից հետո, երբ որ սա առանց ամաչելու մնաց իր պոստին, նորից ընտրվելու ցանկություն ունեցավ, ես մտածեցի եւ ասեցի, այս մարդը չի ամաչում այս պարտությունից եւ երեսը պնդացրած ցանկանում է նորից ընտրվել, դա միայն ու միայն մի բան է նշանակում։ Նա չի ավարտել իր գործընթացը, իր նշանակված ագենդան, պլանը չի հասցրել ավարտին։ Նա անելիքներ ունի շարունակելու, միայն ու միայն դա է իրեն ամոթը ամեն ինչը մի կողմ դնում եւ շարունակում վերընտրվել, որովհետեւ ծրագրի միայն մի մասն է նա կատարել, ամբողջությամբ ավարտին չի հասցրել։ Ինչպես տեսնում եք, այդ երկրորդ ընտրությունից հետո ինչեր են տեղի ունենում,
Եվ ինչքան ավելի զարմանք են առաջացնում ժողովրդի մոտ, զայրույթ, թեկուս այդ հողերի տարածքների տալը իբր թե սահմանազատում, գծում եւ այլը, իբր խաղաղության ագենդա, դրա տակ եւ այլը, ինչպես տեսնում եք, այս ամենը ծրագրի երկրորդ փուլն է, բայց եթե կարծում եք, թե նա չի ցանկանում ընտրվել երրորդ անգամ, սխալվում եք։ Շատերն են ասում, որ նա պետք է փախչի, պատրաստվում է փախչելուց առաջ է այս ամենը անում եւ այլը։ Ես դրան չեմ հավատում։ Ես ավելի շատ նրա ցինիկությանն եմ հավատում եւ իր ագենդային հավատարիմ մնալն եմ հավատում։ Նայեք այդ տեսանկյունից եւս, ոչ ոք դրա մասին չի մտածում։ Ես հավատում եմ, որ նա ամեն ուժ, ամեն ինչ ներս է դնելու, որ երրորդ անգամ ընտրվի։ Կլինի թե ոչ, դա ուրիշ հարց է, բայց ես հավատում եմ, որ նա վերջնական փուլը ավարտելու համար նրան պետք է երրորդ ընտրվելը։ Դրանից հետո արդեն, քանի որ երկիրը հասել է այս վիճակին, երրորդ փուլը կատարյալ ավիրվածությունն է, կատարյալ պետականության ոչնչացումը, դա իր վերջի բաղձալին նպատակն է, որը որ համապատասխանում է Թուրքիայի, Ադրբեջանի շահերին եւ հեռավոր նպատակներին։ Այս փուլը, երկրորդ փուլը նա չի կարողացել իրականացնել դա, այս փուլում եւ դրա շարունակությունը պետք է տեսնել։ Նա այդ նպատակի համար կներդնի ամեն ինչ, ինչքան էլ դժգոհություն լինի, ինչքան էլ պրոտեստներ լինեն, միտինգներ լինեն, երրորդ անգամ ընտրվելով նրա ձեռքերը լրիվ ազատ են արձակվելու։ Իսկ եթե ժողովրդի համար մինչև օրս այսքան ամեն ինչը դեռ հլփաշտ չի, եզրակացություններ անելու, եզրահանգումների հանգելու, դե եթե երրորդ անգամ ժողովուրդը այս ամենից հետո, այսքան իրազեկումից հետո, այսքան հեռուստատեսության մեջ նայելով, թե ինտերնետի մեջ նայելով, այս ամեն ինչից հետո, եթե նույնիսկ փողի համար, ինչի համար գնա նորից ընտրի այս մարդուն, բերեք ցավալի է ասեմ, բայց այդ ժողովուրդը իրոք արժանի է այն ամեն ինչին, որ կգա, չէ։ Ինքը ինչու պետք է մտածի ավելի շատ ժողովրդի մասին, քան թե ժողովուրդը իր մասին։ Նա էլ է միգուցե մտածում, որ դե եթե դուք չեք հասկանում այսքան ամեն ինչից հետո ապուշեք, ապուշներին ինչ է հասնում։ Այն ամենը ինչ որ կգա, չէ։ Նա էլ է մտածում, որ ուրեմն արժանի եք, որ այսքան հիմար եք։ Դրա համար էլ նրա մոտ ոչ մի հարգանք չկա, միայն ծաղրանք է, սարկազմ։ Ահա այս է ինչ տեղի է ունենում, սա է իմ տեսակետը։ Եթե այս անկյունից փորձեք նայել ամեն ինչին, միգուցե կհասկանաք, որ ոչ էլ հիմարություն է, խելագարություն եւ այլը, սա դիտավորություն է, յուրաքանչյուր քայլ ասած արած, դա միայն երկրի բախարակում քայքայում, այս ամեն ինչի մեջ կա միայն մեկ կարևոր բան, դիտավորաբար գնալու քայլ առ քայլ դեստրուկցիայի կործանման հնարավորություններին, թե Հայաստանի վարկանիշը նվազեցնելու, թե ժողովրդի բարոյահոգեբանական մակարդակը իջեցնելու հասցնելու գետնին, թե ապացուցելու, որ դուք ոչ մի հնարավորություն չունեք, ես եմ եւ վերջ, ինչ ասեմ, այն է լինելու եւ ինչպես տեսնում եք, բոլոր անդիմադիրները նրա կողմն են, ձևականորեն միայն նրա դեմ խոսելով, որպեսզի ցույց տան, որ կա պարլամենտում անդիմադիր կուսակցություն, որ պարլամենտը չունի անդիմադիր կուսակցություն, երևի թե
գոյություն ունենալու իրավունք չունի, դրա համար այս ֆորմալ ձևական գոյությունը պետք է, որպեսզի այս ամեն ինչը գոյություն ունենա, թող մասնագետները ասեն իրենց կարծիքը, կարծեմ, որ այդպես է։ Ընդհանրապես պրեզիդենտները եւ պարլամենտները ժողովրդի թշնամիներն են, սա էլ է իմ կարծիքը, որովհետեւ ժողովրդի բարօրության համար ոչինչ չեն անում, իրենց քայլերով ամեն ինչն էլ տանում են դեստրուկցիայի, ժողովրդի վնասման։ Երբեմն հարց է առաջանում ինքս իմ մեջ, միգուցե ժողովուրդները ավելի համերաշխ կապրեին իրար հետ, ժողովուրդները ոչ մի ագենդա չէին ունենա միմյանց հողեր գրավելու, կազմակերպվելու եւ այլը, զոր, բանակ, ամեն ինչ։ Եթե ոչ մի պետություն է չունենային, ոչ մի քաղաքականություն է չունենային, ոչ էլ որևիցե պարլամենտ, որովհետեւ ամեն մեկը կսպաղվեր իր գործով, իր տնտեսությամբ, իր ապրանքների փոխանակման, ծախման, իրենք կբուժեին, հաստատություններ կլինեին բուժական, ամենքը մի մասնագիտություն կունենար, մեխանիկները, ավտոները կվարորոգեին, վերանորոգեին, ամեն մարդ իր փորձով եւ այլը ապրանքների փոխանակությամբ կապրեին։ Այսինքն ժողովրդին վնասող ոչինչ չէր լինի, օրենքներ սահմանափակող չէր լինի, իսկ հանցագործությունը ինչքան էլ ուզում եք օրենքներ ստեղծեք, միշտ կա աճում է եւ ինչն է տարբերությունը, օրենքներ լինի թե չէ։ Իսկ նման ձևով ապրելու ընթացքում թեկուզ եւ կարող էին լինել ինչ որ ոստիկանական կամ պատժամիջոցներ եւ այլը, փոքրիկ։ Այդ մասին կարելի է մտածել, դա երկրորդական է, բայց չեք նկատում, որ երկրների ղեկավարներն են մղում պատերազմների, ոչ թե ժողովուրդն է ուզում։ Երկրի ղեկավարներն են թունավորում ժողովրդի ուղեղը իրենց պրոպագանդայով, որպեսզի գնան պատերազմեն, հողեր նվաճեն կամ պատժեն ինչ-որ մեկին, այլ ժողովրդի։ Եթե Ադրբեջանը չլսներ ատելությամբ իր ժողովրդի ուղեղը, միգուցե ոչ ոք էլ չցանկանար գնար կռվելու։ Եթե նա իր չլիներ ղեկավար, երկրի ղեկավար, երբեք էլ նա չէր կարողանա հրաման տալ իր զորքին, նախ զորք ունենալու կարիք չէր ունենա, եթե ղեկավար չլիներ, չէր կարող հրաման տալ հարձակվել Հայաստանի վրա։ Ժողովուրդը չի արթնանում ասում, թե մտածում, թե որ երկրի վրա կազմակերպվենք եւ հարձակվենք, որ երկիրը գնանք գրավենք, կամ ինչպես գնամ վնասեմ ադրբեջանցիներին, թուրքերին, մոնղոլներին, չգիտեմ, այսպես։ Ժողովուրդը արթնանում է, մտածում, ինչպես իր ընտանիքը պահի հոգսը եւ այլը, գնա աշխատանքի, վաստակի, իր գոյությունը, իր առողջության մասին մտածի եւ այլը։ Հասարակ ժողովուրդը երբեք պատերազմ չի ուզում։ Ինքը հասկանում է, որ դա իրեն պետք չէ եւ իր որդիներն են զոհվելու, վնասվելու, իրեն պետք չի ավելի շատ տարածքները, դա իր հողատարածքը, իր սեփական տարածքը չի ավելացնելու, դա իր երկրի բյուջե չի լցվելու, եթե լցվի էլ դա իրեն չի հասնելու, նա հասարակ մարդը այդ ամեն ինչը գիտի, գիտակցում է այս հասարակ բաները, որ շատ կարևոր են, նա գիտի, որ դա իրան բոլորովին օգուտ չէ, միայն վնաս է, դա ժողովրդի ցանկությունը չէ, ուրեմն ինչն է այս պատերազմները եւ այլը ինչու չեն ավարտվում, որովհետեւ կա ղեկավարություն, կա պարլամենտ, կա պրեզիդենտ, նրանք են որոշում, այս մի խումբ մարդիկ են որոշում երկրի ճակատագիրը եւ ում հետ ինչպես որ երկիրը թալանեն, որ երկրից հումքային ռեսուրսները կլանեն, որ երկրին աղքատացնեն, վնասեն, որ երկրի վրա հարձակվեն եւ այլը, որ երկրի դեմ հանեն, որ երկրում տերորիստներ ստեղծեն, կահնկեցան իրենց ղեկավարին, որպեսզի իրենք դնեն իրենց ցանկացած մարդուն, որ կատարի իրենց հրամանները, այսինքն, եթե դուք այս տեսակետից նայեք ամեն ինչին,
ամեն կատարվող իրադարձություններին աշխարհում դուք կհասկանաք, որ բոլոր երկրների ղեկավարներն ու պարլամենտներն են, որ այո, թշնամին են իրենց ժողովրդի։ Ժողովուրդները շատ լավ էլ կապրեին ինքնուրույն ցանկացած երկիր առանց այս ամենի։ Ձեր օրենքները այս մասին, այն մասին հիմարություն է իզուր թղթերի վատնում, որովհետև չցանկացողը չի հետևում ձեր օրենքներին, լավ էլ փողը տալիս դուրս է գալիս, դա կլիների կոմպանիաների, ֆիրմաների, ինչպես պիտի գործեն, ռեգուլյացիաներին, պատժամիջոցներին եւ այլը, անողը անում է, փողը տալիս ազատվում է, այսինքն ձեր օրենքները միայն հասարակ մարդկանց համար են, եթե մեզ համար են միայն պատժելու, մեզ դա պետք չի։ Հասարակությունը ինքը շատ լավ էլ կարող է ինքնուրույն պատժել որևիցե մարդու, ովքեր խախտում են յուրաքանչյուր մարդու իրավունք կամ ոտնձգություններ անում, ինչ որ մարդկանց ապրանքների, ապրուստների, բնակավարի եւ այլն նկատմամբ։ Այս ամեն ինչը կարող էր ստեղծվել տեղականորեն, համայնք, քաղաք եւ այլը, նման հասարակ օրենքներ, որպեսզի մարդիկ հետևեին դրան եւ ինձ թվում է ինչքան ավելի շատ են պատժամիջոցները, այնքան հանցագործությունները ավելանում են, ինչպես նկատել եք օրենքների ավելացումը բոլորովին էլ հանցագործության աճը չի նվազեցնում։ Ինչքան շատ են օրենքները, այնքան շատ են խախտել ցանկացողները։ Սա մի այլ թեմա է, բայց խնդրում եմ նայեք այս տեսակետից եւ խնդրում եմ գրեք ձեր կոմենտները, ինչ եք մտածում այս մասին, ինչպես եք դուք տեսնում այս տեսակետով նայելով տարբեր երկրների դիրքերը, կատարած գործերը եւ ինչ են ձեր մտածմունքները, միթե դա ճիշտ չէ, որ այո, ժողովրդի թշնամին հենց իսկ ղեկավարությունն է, իշխանությունն է, պատերազմների մղողներն են իրենքը, ժողովրդին ամբողջ եկամուտների կյանքի որակի փչացնողներն են իրենքը, իրենց հարկեր ամեն ինչի մեջ, ցանկացած ապրանքների մեջ, ցանկացած ամեն ինչի մեջ, ամեն քայլի մեջ, նրանք են ժողովրդին բարօրությունը, այսինքն նրանք են իջեցնում ձեր կյանքի մակարդակը, ծանր հարկերով, ամեն ինչով ձեր լավագույն կյանքի դեմ իրենք են պատնեշ ստեղծում, թե հարկերով, թե օրենքներով, թե միլիոն ամեն բնակավար հարկավոր է քննարկել առանձին, որ բացատրեմ, թե ինչքան են նրանց վնասները։ Ես այսպես եմ նայում, սա իմ կարծիքն է, ես ինչ-որ քաղաքագետ, պատմաբան, չգիտես ինչ մասնագետ չեմ, բայց որպես հետաքրքրվող քաղաքացի, ես իրավունք ունեմ իմ անկախ կարծիքը հայտնելու, ով ցանկանում է նայել այս տեսանկյունից փորձնական մի պահ մտածել այս մասին, թող մտածի, մինչև դուք մերժեք ամեն ինչը, նախորոք առանց մտածելու այս մասին, դա խելացի չի լինի, իմ ասած տեսակետների անկյունից մի փոքր նայեք իրադարձություններին, նոր համաձայնվեք կամ չհամաձայնվեք։ Մի քիչ հարկավոր է ալտերնատիվ ձևի այլ տեսանկյունից, այլ ասպեկտներից նայել ամեն ինչին, որ հասկանալ ինչը ինչու է լինում։ Անդրադառնամ Փաշինյանի ասած այս վերջի, որ ժողովրդի մոտ զարմանք ու ապշեցուցիչ մի բան առաջացրեց, որ ասած սրբազան գնա քո քերու կնոջը
տոմփիր, բերեք այդ բառը այնքան անդուրեկան է, որ նույնիսկ ես չեմ ցանկանում կրկնել, բերեք ասենք սեքսուալ հարաբերություն, թե ֆիզիկական մերձեցում, մոտեցում, մոտիկություն։ Արա, շարունակիր անել քո քեռու կնոջ հետ։ Սա ինչ է նշանակում։ Սա ոչ թե պատահական պոռթկում էր, այլ իմ կարծիքով, նայեք, եթե հիմա բլոգերներից որևիցե մեկը մի որևիցե տեղեկություն անի, մի որևիցե հայտարարություն անի, որ իրականությանը չի համապատասխանում, բոլորը կմեղադրեն, որ իրավունք չունեք եւ այլը, ժողովրդին ասել մի բան, որը ճշմարտությանը չի համապատասխանում։ Որ բլոգերներ են ընդամենը, իսկ եթե երկրի ղեկավարն է ասում մի բան, դուք պատկերացնում եք, որ դա ուրեմն ճիշտ է, իրականությանը համապատասխանում է, նա ունի փաստեր։ Այսինքն բլոգերներին չի կարելի, եթե փաստ չունես, ասես որևիցե մի բան, իսկ երկրի ղեկավարին կարելի է, զարմանալի է, չէ՞։ Միգուցե ասեք, միգուցե ունի փաստեր, միգուցե իր հետախույզները եւ այլը գիտեն այս ամեն ինչը եւ իրոք նման բան կա։ Դե եթե կա, ուրեմն պետք է այդ ամեն ինչը վարկաբեկելու համար իրեն թեկուզ եւ կա սրբազանը, ում որ դիմել է, ասել է այս ամեն ինչը դատիտա եւ հեղինակության վատթարացման համար պահանջի կոմպենսացիա եւ այլը եւ դատավարություն եւ այլը, եթե ունի որևիցե թարգանք իր իսկ նկատմամբ։ Այս արտահայտությունները չի կարելի անել պատահականությամբ, որովհետեւ մենք օրինակ ենք վերցնում, ինչը որ քեզ կարելի է ասել ու անել, ուրեմն մեզ էլ կարելի է։ Հիմա ես իրավունք ունեմ, որ օրինակի համար ասել, իմ բլոգի մեջ ասել, թեկուզ բարկացած պահի, ցանկացած ղեկավարի, պարլամենտի անդամի հանդեպ, դատավորի հանդեպ, ես իրավունք ունեմ հիմա այս Փաշինյանի ասելուց հետո, եթե նա մնում է անպատիժ, ես էլ անեմ ու մնամ անպատիժ, ասեմ Ալեն Սիմոնյան, գնա շարունակիր մորքուրիդ աղջկան հետ ֆիզիկապես մոտեցումները շարունակիր։ Կարող եմ Քոչարյանին ասել, Դատախազին ասել, առանց որևիցե փաստերի, կարող եմ ասել, իրավունք ունեմ, իհարկե ունեմ, որովհետև եթե երկրի ղեկավարը իրավունք ունի, իսկ ինչու ոչ ես։ Թեկուզ այդ փաստը չունենամ, ճիշտ չլինի, ինչ կապ ունի։ Ես էլ կարող եմ ասել բոլորի հանդեպ, ճիշտ է։ Գուցե մարդիկ մտածեն, որ սա միայն նվաստեցում էր, փաստ չի, բայց նվաստեցում է, թե մեր սրբազան կոչվածները սրբազան չեն, ապացուցելու աչոկներ հավաքելու Ադրբեջանի մոտ, որ մեր ռելիգիայի հավատքի ներկայացուցիչները բոլորովին էլ սուրբ չեն, նման ստոր գործողություններով են վարվում իրենց անձնական կյանքում եւ սուրբ չեն, եթե կարող են նույնիսկ հարազատների կնոջները քերին մոտիկ հարազատ է, եթե դավաճանեն քերու հետևից խփեն եւ նրա կնոջ հետ մերձենան, իհարկե դա արդեն սուրբ մարդ չի։ Նույնիսկ հասարակ մարդը չի անի, որը որ սուրբ չի կոչվում, ինչ մնաց թե այս սրբազանները, որ ժողովուրդը գլուխ է խոնարհում նրանց դեմ, աղոթել է տալիս իրեն եւ այլը, այսինքն սրանք սրբազաններ չեն, ամենաստոր մարդիկ են, անառակ կյանքով ապրող մարդիկներ են ջա, օրինակ Հայաստանում եւ այսինքն ռելիգիա չէ, կրոնը կրոն չէ, կրոնի ներկայացուցիչները սուրբ չեն, այսպիսով պախարակելով եւ աչոկներ հավաքեց Ադրբեջանի մոտ։ Իսկ այն փաստը, որ ասած եկեղեցիները չուլանոց են, դա էլ համապատասխանում էր նորից իր դիտավորության ագենդային արդարացնելու, երբ որ հիշում եք
Ադրբեջանը ասում էր նայեք այս եկեղեցիներին այստեղի տարիներ շարունակ մարդիկ չեն զբաղվել, չեն մշակել, չեն հոգ տարել այս եկեղեցիների մասին, տեսեք ինչ վիճակում է եւ այլը, արդարացնելով իր քանդելը, ավերելը, ոչնչացնելը, եթե որոշ մարդիկ աշխարհը դիտում էր եւ կիսահավատ էր, հիմա մեր երկրի ղեկավարն է ասում, այո, մեր եկեղեցիները չուլանոց են, բանի պետք չեն, հիմար հաստատություններ են, կեղտոտ, փնթի, այս վիճակի մեջ են բոլորը, այսինքն այդքան էլ հավատքի տեղ չեն, այդքան էլ կարևոր նշանակություն չունեն, այսինքն սրանց ոչնչացումը, վերացումը, ինչու համար եք այդքան աղաղակում կամ եկեղեցիների գոյությունը պաշտպանում, երբ որ մեր երկրում եկեղեցիները այս վիճակի մեջ են, այնպես որ լինեն, չլինեն, միևնույն է, այսպիսով գորգ է փռում Ադրբեջանի արասների համար եւ շարունակելիք անելիքների համար։ Նման մարդու հետ, որը ղեկավարում է երկիրը, ով կցանկանա համագործակցել, ով կցանկանա ինչ-որ դաշինքներ կնքել, Իրանը նայում է, ասում, սա իր երկրի թշնամին է, ես ինչ էլ որ անեմ իր հետ, նրա ագենդան իր երկրին վնաս պատճառել է, սա հուսալի աջակից գործընկեր չէ, այդպես են մտածում եւ շատ երկրներ։ Ինչքան էլ Թուրքիան, Ադրբեջանը նվաճողական մկրտումներ ունենան, բայց միգուցե Իրանը մտածում է, որ սրանք գոնե իրենց հաստատուն քաղաքականություն ունեն, իրենց երկիրը մեծացնելու եւ այլը, ինչ էլ որ անեն ուրիշներին վնաս տան, իրենց երկրին վնաս չտան։ Գոնե այս մի ստաբիլ բանը կա այս երկու երկրների մոտ, որ եթե ես որևիցե գործարք կնքեմ սրանց հետ, այս երկրի հետ, գոնե իրենց երկրին վնասող ներկայացուցիչները չեն։ Սա բերում է ստաբիլություն, գոնե կիմանաս, թե ինչ գործարքներ կնքես, ինչը հաստատուն կմնա, սա է շատ երկրների մոտեցումը Ադրբեջանի եւ Թուրքիայի հանդեպ, որովհետեւ ինչ էլ որ անեն, գիտեն, որ այս երկիրը կաշխատի իր երկրում մնա ստաբիլ վիճակ, իր քաղաքացիներին չվնասի, իր երկրի քաղաքականությունը կմնա ստաբիլ։ Դրանից ելնելով միլիոնավոր գործարքներ, որ կարող եք պատկերացնել, արդեն գիտի, որ այս երկիրը կայուն քաղաքականություն է վարում ի նպաստ միայն ու միայն իր երկրի, գոնե այդքանը։ Փաշինյանի ագենդան ոչ թե երկիրը դարձնի բարգավաճ, այլ երկիրը քայլ առ քայլ կործանի։ Քայլ առ քայլ։ Հիմա օրինակ նա գիտի, չէ, հաջորդ քայլերը ինչ են լինելու եւ ինչ է հարկավոր անել դրա համար։ Սա է իր միակ մտահոգությունը եւ քայլ առ քայլ տանելու է դրան։ Այդ խաղաղության պայմանագիր կոչված թուղթը, որ նա ծածանում է, դա ուղղակի ժամանակ շահելու փորձ է, որ տեսեք, ես սրանով եմ զբաղված, ինչ որ մի բան եմ անում խաղաղությունը ձեռք բերելու համար, բայց դա չէ իր նպատակը։ Դրա համար էլ, եթե դա լիներ իր նպատակը, Ադրբեջանի նպատակը, վաղուց կնքած կլինեին այն, այսինքն կամ նա պետք է անընդհատ ինչ որ պատճառներ բերի եւ հետաձգի, սա խաղի կանոններն են։ Ես այսպես կանեմ, դու այնպես կանես, այսպես կձգձգենք, այնպես կանենք, սա քեզ համար ուղղակի թուղթ կլինի, որ ժողովրդին համոզես, որ դու խաղաղություն ես բերելու, ես է կմերժեմ, ես է կպահանջեմ, դու էլ կանես, դու էլ ժողովրդիդ համոզացրա, այսինքն ժողովրդի վերահսկիչը նշանակված է, քայլերը պլանավորված են, յուրաքանչյուր քայլ համաձայնեցվում է, այնպես որ նա ոչ թե պարտադրանքի տակ է անում, այլ իր պարտավորության ագենդայի կատարման պարտավորվածության համար է անում։ Այնպես որ ոչ մի լավ բան սպասելիք չկա, չի լինելու եւ յուրաքանչյուր ժամ այս մարդու
մնալը երկրի ղեկին միայն բերելու է վնասներ կործանման քայլ առ քայլ, թե ինչ են իր պլանը Սյունիքի հանդեպ եւ այլն, իհարկե նա չի բացահայտում, բայց այս ամեն ինչից ելնելով ոչ մի լավ բան էլ պետք չի պատկերացնել, կարծում եմ, որ կհամոզի ժողովրդին, որպեսզի պատերազմ չլինի, բերեք տանք այս ճանապարհը, այս միջանցքը, այս էլ անենք, այն էլ անենք, այսինքն սա մեր երկրի համոզողն է, Ադրբեջանը նշանակած խոսնակն է այստեղ, որ ժողովրդին քայլ առ քայլ տանի Ադրբեջանի եւ Թուրքիայի ծրագրերի իրականացմանը։ Հիմա մի փոքրիկ ասեմ իմ տեսակետները Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմի մասին։ Միգուցե այս տեսանկյունից չեք նայել, տարբեր միլիոնավոր տեսակետներ ենք լսել մինչև օրս, տարբեր քննադատություններ, անալիզներ, բայց չեմ հիշում, որ լսած լինեմ նման տեսակետ, բայց խնդրում եմ ձեր ուշադրությունը հրավիրեք այս տեսակետի վրա եւ ինքներդ ձեզ հարց տվեք, միգուցե այս տեսակետը իրավունք ունի գոյության, միգուցե սա ճիշտ է։ Ինքներդ ձեզ հարց տվեք եւ իմ տեսակետից նայեք այս ամենին։ Ես կարծում եմ, այս պատերազմը, խնդրում եմ չզարմանաք, հիմա ինչ կասեմ, սա պայմանավորված պատերազմ էր։ Պատերազմը պայմանավորված էր, չավարտվել է ավիրվածությունները, ինչ որ տեսակ ու լսեցիք, սա պայմանավորվածություն էր։ Սա թե Պուտինի իր երկիրը քանդելու միտում էր, թե Զելենսկին իր երկիրը քանդելու միտում էր։ Եվ պայմանավորված ձևի ես իմ երկրի հերոսն եմ, դու քո երկրի հերոսն ես, շարունակենք կռվել, վեր կռվենք, ես այս կանեմ, դու այն կանես։ Եվ այս պայմանավորված պատերազմը միայն այս երկու երկրների մեջ չէր։ Սա գլոբալ պայմանավորվածություն էր։ Սա գլոբալ թելադրություն էր։ Եթե իրոք Եվրոպան ցանկանար, որ այս պատերազմը ավարտվեր, կամ Ամերիկան, սա վաղուց էր ավարտվել, հավատացեք։ Այն զենքերի պաշարները, որ տալիս են քայլ առ քայլ, քիչ-քիչ եւ այլը, թեկուզ մինչև հիմա շատ են տվել, այնքան են տվել, որ պատերազմը շարունակվի չդադարի, բայց չհաղթի, Զելենսկին հանկարծ չհաղթի, ինչու, որովհետև եթե հաղթեց, պատերազմը ավարտվում է։ Այնքան չեն տալիս, որ ավարտվի, բայց չեն էլ դադարում չտալուց, այնքան են տալիս, որ հնարավոր լինի շարունակել պայքարը։ Այս երկու երկրների մարդկային ռեսուրսները, ամեն ինչը, ինչ որ տեսնում եք, ավերվում է, այս ամեն ինչը, այս է ագենդան, մեծ գերագույն նպատակը սա է։ Իսկ թե այդ գերագույն նպատակի հետևում էլ ինչ հետևանքներ են թաքնված, դա արդեն դուք կտեսնեք հաջորդ քայլերում, հետագայում։ Չնայած արդեն գուշակելի են, բայց ես դրանց կանդրադառնամ միգուցե առանձին հաղորդման մեջ, երբ որ այս իմ ասած բոլոր տոպիկների կետերի մասին առանձին հոլովակներ կստեղծեմ, որպեսզի ավելի մանրամասը պարզաբանեմ եւ ներկայացնեմ որոշ փաստեր եւ եզրակացություններ։ Խնդրում եմ նայեք այս տեսանկյունից, ամեն ինչում որ նայում եք, Պուտինն ինչ ասաց, Զելենսկին ինչ ասաց, ինչ արին, եթե այդ ասածին նայեք այս տեսանկյունից, որ միայն ագենդա են կատարում, ձեզ համար այնքան հստակ ու պարզ կլինի, ինչու ասաց այս բանը, ինչու արեց այս բանը, ինչու չի անում այս բանը։ Եթե դուք հավատաք, որ ագենդան դա է, պայմանավորվածությունը կա, արդեն ձեզ համար այդ ասածների ամեն ինչ այնքան պարզ ու
հասարակ կդառնա, որ արդեն ամեն ինչը կտեսնեք առանց որևիցե շղարշի։ Այս ավերվածությունները, այս երկու ազգի միջև այս թշնամությունը ստեղծելը, միլիոնավոր մարդկանց ռեսուրսների կորուստները, սա պայմանավորվածություն է, սա պայմանավորված պատերազմ է, թե չէ վաղուց էր ավարտվել, հավատացեք, միջամտություններով կամ եթե իրոք կողմեր են պաշտպանում զենքի արտակարգ բոլոր տրված միջոցներով, իրենց մարտիկներին, իրենց զինվորներին երկրները չեն ուղարկում, չեն ցանկանում իրեն ժողովուրդը դժգոհի մարդկային կորուստներից, միայն զենք են տալիս, միայն հորդորում են եւ հավատացեք, Պուտինն էլ ինքը ենթարկվում է, ինչքան էլ որ ինքը ասի արևմուտքի դեմ եմ, արևմտային ամեն ինչը մեր մոտ պիտի չլինի, օրենքները պիտի, այսինքն հայրենասեր ռուսական մի հատ այսպես ասած տղա է ձևանում, հավատացեք, նա ինքն է արևմուտքի ոտքերը համբյուրողը, հրամանները կատարողը, եթե այդպես չլիներ կովիդի ժամանակ, նույն արևմուտքի պահանջները սահմանափակումների, պատվաստումների նա չէր անի իր երկրում։ Այդ ինչպես է, որ ամեն ինչում բոլոր երկրները միաձայն չեն, ամբողջ երկիրը, ամբողջ աշխարհը ենթարկվեց այդ մի օրենքին, դու ես քո երկրում օրենք ստեղծողն ես, սահմանողն ես, օրենքը ոչնչացնողն ես, քեզ ոչ ոք չէր կարա պարտադրի, եթե դու արևմուտքի շնիկը չես։ Սա իմ կարծիքը, նայեք այս տեսանկյունից այս պատերազմին եւ կհասկանաք, թե սա ինչ մեծ դավադրություն է իրենց երկրների հանդեպ ձևանալով իրենց երկրների հերոսները, ժողովուրդը չի հասկանում, հասկացողները փախել են Ռուսաստանից կամ Ուկրաինայից, որովհետև սա իրենց պատերազմը չէ, սա ձևական պայմանավորված պատերազմ է, ուղղակի ոչնչացնելու ամեն ինչ։ Եթե նայեք այս տեսանկյունից, մնացած ամեն հաղորդում, ինչ որ տեսնում եք, ձեզ պարզ կդառնա, ինչու է ասվում եւ անվում, թեկուզ Եվրոպայի կողմից, թեկուզ Ամերիկայի կողմից, այդ ձևական շինծու հայտարարությունները, իբր այս չի ստացվում, այն չի ստացվում, այս ամեն ինչը մի հատ տիեզերական աբման, սուտ է, ուղղակի սուտ, այնքան ահռելի ու մեծ սուտ, որ իհարկե դժվար է հավատալ ու հասկանալ միանգամից հենց սկզբից։ Բայց երբ որ սկսում եք մտածել այս տեսակետից, ձեզ ամեն ինչ էլ պարզ կդառնա։ Իհարկե գովելի է, որ Շվեյցարիայում կազմակերպվեց այս համաժողովը, ինչպես Վարդանը կասեր, լավին լավ, վատին վատ։ Բայց ցանկալի կլիներ, որ վաղուց կազմակերպվեր այս ամեն ինչը, չէ որ հիմա նոր չեն սկսել ադրբեջանցիները ավերել մեր պատմամշակային կոթողները, եկեղեցիները եւ այլը, իրենց ատելությունը ցույց տալու ազգի մշակույթի հանդեպ եւ այս ամեն ինչը մինչև Ադրբեջանը կազմակերպեց այն համագումարը, որ ապացուցում էր ամեն ինչը այստեղ ալբանական է, ուղղակի հայկական հետք չկա, զարմացանք, որ եկեղեցին չի արձագանքում, իսկ հիմա գովելի է, որ այս հասունաժողովը կազմակերպվել է եւ քրիստոնեական եկեղեցիների միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրվել այս ամենը եւ արդեն մարդիկ խորհում են, իհարկե լրատվականները կիրասեկեն ժողովրդին ինչ է կատարվում եւ տարբեր ազգերի երկրների ժողովուրդները արդեն ուշադրություն կդարձնեն նման կարևոր հարցերի, որը որ շատերը չգիտեին, նույնիսկ որոշ երկրների եկեղեցականներն են ասում, որ չգիտեին այնտեղի կատարվածները, ինչպես տեսնում եք մեր լրատվականները այդքան ուժ ու եռան չեն գործադրում իրազեկելու
ես լսեցի, որը անգլիական եկեղեցու այդ խորհրդի անդամը, որ ասում էր, որ ես չգիտեի Արցախում նման բաներ է կատարվել, դա ինչ է ցույց տալիս, դա ցույց է տալիս լրատվական միջոցների անգործունեությունը, տարբեր լեզուներով, տարբեր երկրներով չհրատակելու, չիրազեկելու կատարվող անիրավությունները, հանցագործությունները, նաև եկեղեցու լրատվամիջոցները կարող էին դա ժամանակին անել եւ նույնիսկ կանխարգելել անելը, նախորոք ասելով, որ կան այնտեղ նման եկեղեցիներ, նման դարերի եւ այլը, եւ կոչ անել ադրբեջանցիներին ձեռք չտալ պահպան։ Այս ամեն ինչը կարելի էր վաղուց անել։ Ոչ թե ավիրելուց քանդելուց հետո նոր հասունացակ այս քայլի, այսինքն ձեր եկեղեցական խորհուրդների պարտավորությունն էր, որ ուշադիր հետևեիք եւ ավելի ակտիվ լինեիք։ Միգուցե սա ձեզ դաս եղավ, հասկացաք վերջապես ձեր պատասխանատվությունը եւս եւ կարող էիք բոլոր երկրների, բոլոր եկեղեցիների, ամենագլխավոր կառույցների, խորհուրդների, ղեկավարների, մի այսպես ասած պատկերացրեք մի ամբողջ մեծ համաժողով, համագումար, ինչքան քրիստոնեական եկեղեցիներ կան ու նրանց ամենագլխավորներին, ներկայացուցիչներին բոլոր երկրներից կանչեիք միտեղ, դրանք կլինեին հազարավոր մարդիկ, ամեն մեկը իր երկրից, եւ տեսեք ինչպես են քրիստոնեությունը տարածում Աֆրիկա, ամենտեղ պաշտպանում, աշխատում ավելի շատ քրիստոնյա մարդ դառնա, բա որ այդքան պայքարում է քրիստոնեություն տարածելու համար, իսկ մյուս տեղը քրիստոնեական ամեն ինչը ոչնչացնում են եւ քրիստոնյա մարդուն պատճում, վտարում երկրից եւ այլը, եթե դուք իրոք այս ամեն ինչի պաշտպանն էիք, կարող էիք մեծ ամբողջ բազմություն համագումար ստեղծել ամբողջ աշխարհի քրիստոնյաներով հանդերձ, դա էլ հենց մեծ ուժ կլիներ, զենք կլիներ Ադրբեջանին ճնշելու եւ նրա անելիք հանցագործությունները կանխելու համար։ Արդեն քայլերը, ինչպես տեսնում եք, սա սկիզբն է, արվում է, տեսնենք ինչքան կշարունակվի եւ ինչ եռանդով կշարունակվի, որպեսզի հաջողությունների հասվի, եթե կեսից կանք չառնեն, եթե իրոք կարողանան արդյունքների հասնել, հիմա դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ այլը, որ պաշտպանի նման պատմական կոթողները, բայց կարելի էր անել մի քիչ ավելի շուտ, ոնց որ ասած, քնից նոր եք արթնացել։ Դե լավ, չքննադատենք, գոնե այսպես ասած, լավ է ուշ, քան երբեք։ Առայժմ կսահմանափակվեմ այսքանով, կաշխատեմ հաճախ ելույթներ ունենալ, արձագանքել կատարվող նորություններին եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր բաժանորդներից, շնորհակալություն ովքեր մասնակցում են ակտիվորեն, իրենց կարծիքները գրում կոմենտներում եւ շնորհակալություն ձեր աջակցության համար, ովքեր լայքեր են դնում, հավանություն են տալիս եւ մնում են հետաքրքրված այս հաղորդման մեջ։ Անցած անգամվա իմ հաղորդումը ուղղակի մոտիվացիա էր մարդկանց կյանքում իրենց իսկ ուժին հավատալու, իրենց ինքնուրույնությունը, անկախությունը զգալու, ձեռք բերելու համար, դա մի մոտիվացիա էր, եթե ոչ պետականորեն, ապա ձեր անձնական կյանքում միգուցե, եթե նույնիսկ մեկ մարդու օգուտ տա նման գաղափարով շարժվելու, իր կյանքը ձևավորելու համար, ուրախ եմ, որ դա օգնեց։ Շնորհակալություն, ցտեսություն, առայժմս այսքան։